Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, տաղավարում աշխատում են Արա Աբրահամյանը և Լուսինե Զարայելյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Փաշինյանն առաջարկում է Ալիևին խորհրդակցություններ սկսել համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարն, անդրադառնալով նաև ադրբեջանական կողմի վերջին օրերի ապատեղեկատվական արշավին։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանում է, նա ունի 3 ուղերձ, որոնք ներկայացրել է այսօր Իջևանում կայացած մամուլի ասուլիսին։ Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որի նպատակը կայունություն պահպանելն ու տնտեսական հնարավորություններն ընդլայնելն է։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը աշխատանքային այցով Ստրասբուրգում է մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների Եվրոպական համաժողովին։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ֆրանսիացի գործընկերոջը։ Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա, իսկ հայ-թուրքական պետական սահմանի Մարգարա անցակետը մարտի 21-ից 31-ը կբացվի Հայաստանից Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Գործադիրի նիստի մանրամասները։ Տրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որը հաջորդել է Տրամփ-Պուտին զրույցին։ Ինչ արդյունք կտան այս շփումները։ Երևան է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկու երկրների ղեկավարները կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, այս մասին ասվում է Նիկոլ Փաշինյանի հերթական գրառման մեջ։ Վարչապետը Ադրբեջանի նախագահին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման վերաբերյալ։ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կրկին շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, նաև պատրաստ է քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու համար։ Գրիգորյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի վերջին օրերի ապատեղեկատվական արշավին։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք ևս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չեղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը և առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև պարզաբանել է, թե ինչու մինչև այս պահը չի հրապարակվել արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի բովանդակությունը։ Ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հանդեպ հանրային հետաքրքրությունը հասկանալի է, բայց տեքստը կներկայացվի այն ժամանակ, երբ փաստաթղթի ստորագրման ժամանակի և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկ է աշխատել և պայմանագրի վերաբերյալ տեղեկությունները եղել են հասանելի։ Աշխատանքային այցով Հայաստանում է Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վերջինս գրառում է կատարել, նշելով, որ Հայաստան է այցելել մեծ յոթնյակի և Եվրամիության երկրների դեսպանների հետ։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը մեկնել է Իջևան, որտեղ կայացել է նրա մամուլի ասուլիսը։ Ռասմուսենը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կարծում է, որ Հայաստանի վարչապետը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այդ փաստաթղթին։
Ես այսօր Իջևանում հանդիպել եմ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների, իսկ վաղը կհանդիպեմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստան եմ այցելել 3 ուղերձով։ Առաջին ուղերձը հետևյալն է. մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել, համաձայնելով այս համաձայնագրին։ Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է եւ ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը։ Երկրորդ ուղերձն այն է, որ ավելի ուժեղ լինեն Հայաստան-Եվրամիություն կապերը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որն աճում է շատ բարդ պայմաններում։ Ահա թե ինչու եմ ուզում, որ Եվրամիությունն ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը։ Երրորդ ուղերձն այն մասին է, որ ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Եթե այն իրականացվի, ապա կխթանի առևտրային հարաբերությունների զարգացումը ամբողջ Կովկասում։ Ահա թե ինչու եմ ուզում, որ Եվրամիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը։ Շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությունից, ինչպես ասացի, ես հորդորում եմ Ադրբեջանին, որ այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս շուտ։ Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի հարաբերությունները միջազգային հանրության հետ։ Հույս ունեմ միջազգային հանրությունը, Եվրամիության երկրները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրելու համար։ Հայաստանը վարում է հավասարակշռված եւ ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանելու կայունությունը, ընդլայնելու տնտեսական հնարավորությունները։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի գործընկերոջ հետ համատեղած հուլիսին։ Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ ընդգծել, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, իսկ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում կապված հրադադարի խախտումների հետ։ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիերիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Մենք Ադրբեջանին ներկայացել ենք շատ կոնկրետ առաջարկներ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Եթե դրանք կյանքի կոչվեն, կբացվեն նոր հնարավորություններ երկաթուղու գործարկման եւ ընդլայնված հաղորդակցությունների համար։ Մենք տեսնում ենք փոխկապակցված զարգացումը ոչ միայն մեր երկու երկրների սահմաններում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Այդ տեսլականով է Հայաստանն առաջ տանում խաղաղության խաչմերուկ ծրագիրը, նպատակ ունենալով ձևավորել տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի եւ էներգետիկ ցանցերի միջոցով։ Միրզոյանը նաև նշել է, որ կանխատեսելիության բարձրացման եւ փոխվստահության ձևավորման նպատակով Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախաձեռնություններով։ Ցավոք Ադրբեջանից մենք դեռևս չենք ստացել կառուցողական պատասխաններ մեր առաջարկների վերաբերյալ, թե հաղորդակցությունների, թե սպառազինությունների վերահսկման հարցերում։ Չնայած դրան մենք հայտարարում ենք, որ խաղաղության համաձայնագրի վերջնականացումը մեր մտահոգություններից է, սակայն վերջին օրերին Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ ներկայացնել կապված հրադադարի խախտումների հետ, որոնք մենք կտրականապես հերքում ենք։ Միրզոյանը նշել է խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հավատան վստահության եւ երկխոսության մթնոլորտի ստեղծման կարեւորությանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Հայաստանը վարում է հավասարակշռված եւ ապագային միտված արտաքին քաղաքականություն, որի նպատակն է պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները եւ ամրապնդել ժողովրդավարական արժեքների հանձնառությունը։ Բրազիլիայի հետ գործակցությունը ցուցադրում է միջազգային գործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա։ Արարատ Միրզոյանը եւ Մաուրո Վիերիան քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, քաղաքական երկխոսության խորացման եւ բազմաթիվ այլ ոլորտներում գործակցության զարգացման հնարավորությունները։ Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարները ներկայացրել են տնտեսական, առևտրի, կրթության նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում գործակցության ընդլայնման ծրագրերը։ Երկուստեք ընդգծվել է ներդրումների եւ գործարար կապերի խթանման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման պատրաստակամությունը։ Հանդիպման արդյունքում նախարարները ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Բրազիլիայի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Այս ընթացքում կայացել է նրա հանդիպումը ֆրանսիացի գործընկերոջ հետ։
Հայաստանում բարձր են գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը, նշել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպմանը, որը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։ Յաել Բրաուն-Պիվեն վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը, կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաեւ ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Հայ-թուրքական պետական սահմանի մարգարե անցակետը մարտի 21-ից 31-ը կբացվի, Հայաստանից Սիրիային ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։ Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա, այս մասին որոշումը եւս ընդունվել է այսօրվա կառավարության նիստում։ Կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջև ռազմական եւ ռազմաքաղաքական գործակցության խորացումն է, նաեւ միջազգային խաղաղապահ գործողությունների Հայաստանի մասնակցության ընդլայնումը։ Այս նշանակումը կապահովի նաեւ մեր երկրի ռազմական առաջնահերթությունների ներկայացումը միջազգային հարթակներում։ Հակակոռուպցիոն խիստ վերահսկողությունը պետք է իրականացվի կառավարության պետական մարմինների գործունեության հետ կապված, այս մասին գործադիրի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը զարմանքով եւ զայրույթով է արձանագրել, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով լրատվականների ուղեկցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին իրեն տեղեկացրել են, թե նախաքննությունը շարունակվում է։ Ըստ նրա դատաիրավական համակարգում եւ հակակոռուպցիոն կոմիտեում ընդհանրապես շատ կարեւոր աշխատանք կա իրականացնելու։ Մանրամասները տեսանյութում։ Գործադիրի որոշմամբ Արթուր Նահապետյանը 6 տարի ժամկետով նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Երեք տեխնացուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր տեխնացուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի տեխնացությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաեւ Մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետեւ պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ իր ելույթներում պարբերաբար ուղերձներ է հղել, որ հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեների կողմից կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ պետք է ունենալ հստակ ցուցիչներ, թե դատարան ուղարկված գործերի ինչ ծավալ կա, դրանցից որքանն է դատավճռի փուլ մտել, որքանն է եղել մեղադրական, որքանը արդարացված։ Այս առումով վարչապետն անթույլատրելի է համարում քրեական գործերի ձգձգումը։ Մեզ պետք է արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ինչա տեղի ունեցել։ Եվ ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Վարչապետը նշեց, կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի մեծ ներդրումներ է արել, աշխատավարձեր բարձրացրել։ Հետևաբար այդ կառույցից ակնկալիքներն էլ մեծ են։ Հակակոռուպցիոն խիստ վերահսկողություն է պետք իրականացնել կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության վրա։ Այսօր ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեն նաև ունի օպերատիվ ստորաբաժանում եւ մենք ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ
քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կկարգավորվի նաև Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը։ Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Եվ փաստացի այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք ընդհանուր առմամբ նոր հասկացություններ ենք ձևակերպում, ինչպիսին մշակութային աճուրդն է, աճուրդի տունն է, դրա հետ կապված ամբողջ փոխկապակցված մյուս հասկացություններն են եւ նաեւ սահմանում ենք այս գործունեության իրականացման տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։ Ըստ նրա, սա շատ լուրջ խնդրեմ է եւ պետք է ֆոնդերը համալրել։ Կառավարության որոշմամբ կկանոնակարգվեն մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքների վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող 16-ից մինչեւ 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում, նաև մինչև 18 տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու նրանց առողջությունը, անվտանգությունն ու բարոյականությունը պահպանելու պայմանները։ Այս աշխատավայրի հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունը անհրաժեշտություն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ համապատասխան գործնական հմտությունները ունեցող ուսանողներ, որոնք որ ավարտից հետո կարող են լիարժեք աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պետք է այդ ուրեմն պայմանները մոտեցվեն գործնական հնարավորություններին եւ հետեւաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ։ Թե բժշկական զննության, թե անհրաժեշտ նաև անհատական պաշտպանության միջոցների այլ անհրաժեշտ կարգավորումները նախագծով տրված են։ Ըստ Փաշինյանի մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը, որը հենված կլինի տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում խստացումներ կլինեն։ Գործադիրը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են ծառայության որակի բարելավմանը, վերահսկողության ուժեղացմանն ու ապօրինի գործունեության կանխարգելմանը։ Նոր օրենսդրական կարգավորումները կստեղծեն ավելի վերահսկելի մասնավոր պահնորդական ոլորտ, պաշտպանելով եւ հաճախորդների եւ աշխատակիցների շահերը։ Հանձնաժողովին ենք ներկայացնում մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է։ Հիմնականում դրանք մենք բաժանել ենք 3 ուղղությունների։ Առաջի ոլորտը դա վերաբերվում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ մենք օրենքը լրացրել ենք փաստացի մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով, խոսքը գնում է ազանգման համակարգերի, տեսահսկման համակարգերի, որոնք օգտագործվում էին ներկայումս մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից, սակայն օրենսդրական ամրագրում չունեին։ Հաջորդ, այսպես ասած, որոշակիացումը դա լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու պահին առնվազն 10 որակավորված պահնորդ ունենալու հանգամանքն է, որը գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ընդամենը 1 որակավորված պահնորդը հերիք է լիցենզիա ստանալու համար։ Սա եւս, այսպես ասած, բարձրացվում է լիցենզիայի տրամադրման, այսպես ասած, որակական մասը եւ ավելի բարդ ընթացակարգ ենք նախատեսում։ Շարունակում ենք թողարկումը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի, նաեւ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ղեկավարների միջև ամեն հաղորդակցություն միջազգային քաղաքականության առանցքային իրադարձություն է, որը կարող է ազդել տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացների վրա։ Տրամփ-Պուտին, այնուհետեւ Տրամփ-Զելենսկի վերջին հեռախոսազրույցները բացառություն չեն, ինչ արդյունք կտան նման շփումները, նոր շրջադարձային կետ կդառնան, թե կմնան քաղաքական դիրքավորումների հերթական դրսևորումը։ Դոնալդ Թրամփ Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցին հաջորդեց Դոնալդ Թրամփ Վոլոդիմիր Զելենսկի շփումը, որը վերջիններս հաջողված են որակել։ Ուկրաինացի եւ ամերիկացի առաջնորդները բանակցությունների մասին մանրամասներն արդեն ներկայացրել են։ Թրամփն ասել է, որ շատ լավ զրույց է ունեցել Զելենսկու հետ, որը տևել է մոտ 1 ժամ։
Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա համաձայնեցնելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Զելենսկին էլ հայտնել է, որ Թրամփի հետ զրույցը դրական էր, շատ բովանդակալից եւ անկեղծ։ Նախագահ Թրամփը ներկայացրել է Պուտինի հետ զրույցի մանրամասները եւ քննարկված առանցքային հարցերը։ Պատերազմի ամբողջական դադարեցման առաջին քայլերից մեկը կարող է լինել էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը։ Ես աջակցությունս հայտնեցի այդ պայմանավորվածությանը։ Ուկրաինան հաստատում է, որ մենք պատրաստ ենք այն իրականացնել։ Ինչպես նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլսի համատեղ հայտարարության մեջ զրույցը ֆանտաստիկ է եղել, իսկ կողմերը պայմանավորվել են շարունակել հակամարտության դադարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Ավելին Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան շարունակում են բանակցությունները ուկրաինական օգտակար հանածոների հանքավայրերի օգտագործման շուրջ։ Չնայած Սպիտակ տունն ասում է, որ այս պահին հիմնական գերակայությունը երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրն է, խոսնակ Քերոլայն Լիվիտն էլ հաստատել է, որ հանքանյութերի գործարքը օրակարգում է։ Իսկ մինչև Զելենսկու հետ զրույցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2.5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ուկրաինայում պատերազմի կարգավորման հնարավոր ուղիները։ Դա նրանց երկրորդ զրույցն էր այն բանից հետո, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը եւ սկսեց իրականացնել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր ռազմավարությունը։ Կրեմլի հաղորդմամբ զրույցի ընթացքում կողմերը անկեղծ եւ մանրամասն կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը մշակելու հակամարտության կարգավորման համատեղ ուղիներ եւ աջակցելու Տրամփի 30-օրյա փոխադարձ զինադադար սահմանելու առաջարկին։ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Արևմուտքը եւ Ուկրաինան ճանաչեն Ղրիմը, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանները որպես ռուսական տարածքներ։ Զինադադարի վերահսկողությունը պետք է ապահովի շփման գծի ամբողջ երկայնքով, պետք է դադարեցվի Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան, իսկ ուկրաինական բանակի վերազինումը պետք է կասեցվի։ Սպիտակ տան հայտարարությունը զգալիորեն ավելի կարճ էր։ ԱՄՆ զրույցն անցել է լավ մթնոլորտում։ Կողմերը համաձայնել են սկսելու էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներում հրադադարի շուրջ բանակցություններ։ Պուտինի հետ համաձայնություն է ձեռք բերվել էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ դա կարող է ճանապարհ հարթել ամբողջական զինադադարի համար։ Բացի Ուկրաինայից քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում հնարավոր գործակցության, Իրանի քաղաքականության եւ ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու հարցերը։ Ակնկալվում է, որ դա կարող է ճանապարհ հարթել ամբողջական զինադադարի համար, բացի Ուկրաինայից քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում հնարավոր գործակցության, Իրանի քաղաքականության եւ ռազմավարական զենքի տարածումը դադարեցնելու հարցերը։ Նշենք, որ Թրամփը հիասթափված էր, որ Պուտինը մարտի 18-ին իրենց հեռախոսազրույցի ժամանակ չաջակցեց անհապաղ 30-օրյա հրադադարի մասին իր առաջարկին։ Հավելենք, որ Պուտին-Թրամփ զրույցից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ դեռևս սպասվում է Վաշինգտոնի կողմից մանրամասների։ Ուկրաինայի համար ուկրաինական տարածքները որպես ռուսական ճանաչելը կարմիր գիծ է, մենք դրան չենք գնա։ Ողջունում եմ ենթակառուցվածքների դեմ ռուսական հարվածները դադարեցնելու գաղափարը, բայց անհրաժեշտ է պարզել բանակցությունների բովանդակությունը։ Կարևոր է իմանալ ինչ առաջարկներ են եղել երկու կողմերից, որովհետև Ռուսաստանը դեռևս շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքացիական օբյեկտներին, ինչը հակասում է Պուտինի խաղաղության պատրաստակամության մասին հայտարարություններին։ Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Զելենսկին ասել էր, որ կկապվի Թրամփի հետ, հույս ունենալով լսել Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները։ Կողմերը կքննարկեն հակամարտության կարգավորման հետագա քայլերը, նա նշել էր։ Պուտինը փաստացի մերժել է հրադադարի առաջարկը։ Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ Պուտինի ճաշացանկում լինի, չնայած նրա ախորժակին։ Դրան հակադրվելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով զրույցը պատասխանել էր։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները սրճարանում են։ Ճաշացանկում բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ եւ չիփս, փարիզյան աքլոր եւ կիևյան կոտլետ։ Պուտինի եւ Թրամփի զրույցը հակասական արձագանք էր ստացել արևմտյան լրատվամիջոցներում։ Պոլիտիկոն այն համարել է մտահոգիչ Ուկրաինայի եւ նրա եվրոպացի դաշնակիցների համար, նշելով, որ Սպիտակ տան հայտարարությունը չէր քննադատում Ռուսաստանին, այլ ավելի շատ դրական երանգ ուներ։ Բլումբերգն էլ նշել էր, որ եթե նույնիսկ այս բանակցությունները մեծ արդյունքներ չբերեն, դրանք կարող են բավարար լինել, մեղմելու Թրամփի հասցեին ուղղված քննադատությունները, թե նա վաճառում է Ուկրաինան։ Իսկ The Washington Post-ն էլ ընդգծել էր, որ թեև այս զրույցը լայն քննարկումների տեղիք տվեց, այն չբերեց իրական համաձայնության։ Պուտինը չի հրաժարվել Կիևի նկատմամբ
կառավարության վերահսկողության իր հավակնություններից։ Այսպիսով, ինչպես միջազգայնագետներն էին նշում, Թրամփ եւ Պուտինի բանակցությունները հեռու էին կոնկրետ պայմանավորվածություններից, սակայն դրանք ընդգծում էին Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև դիվանագիտական ակտիվացման միտումները։ Հարց է մնում, արդյոք այս քայլերը կմոտեցնեն երկարատև խաղաղությանը, թե կմնան միայն քաղաքական դիվանագիտական խաղի շրջանակում։ Դա արդեն ժամանակը ցույց կտա։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում, այս մասին հայտնել է Կրեմլը։ Մենք Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ պայմանավորվեցինք, որ խորհրդակցությունները երկկողմ ձևաչափով կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից, ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Ուշակովը։ Միջազգային մյուս լուրերն էլ ամփոփ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույց ունենալու մասին։ Նա նշել է, որ զրույցը տևել է մոտ 1 ժամ եւ նվիրված է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի նախորդեի հեռախոսազրույցի մանրամասներին։ Դոնալդ Թրամփը արդյունավետ է համարել նաեւ ռուս գործընկերոջ հետ բանակցություններն հետ կապակցությամբ Թրամփը նշել է. պայմանավորվեցինք անհապաղ դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ, գիտակցելով, որ պետք է աշխատենք արագ հասնելու ամբողջական զինադադարի եւ վերջ տալու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 175 մարդու եւս 22 պաշտպան տուն է վերադառնում ոչ փոխանակման գործողություններով։ Նրանք ծանր վիրավորներ են եւ զինվորներ, որոնց Ռուսաստանը հետապնդել է մտածածին հանցագործությունների համար, ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ վերադարձած զինծառայողների թվում կան զինված ուժերի, ռազմածովային ուժերի, ազգային գվարդիայի տարածքային պաշտպանության ուժեր եւ սահմանապահ ծառայության զինծառայողներ, սերժանտներ ու սպաներ։ Զելենսկին նաեւ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանակմանը միջնորդելու համար։ Ռուսաստանի զինված ուժերը Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում ավարտում են Ուկրաինայի զինուժի լիակատար ջախջախումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր դատախազության ընդլայնված նիստում։ Մեր զորքերը վերջերս իրականացրել են մի շարք արագ, բավականին համարձակ, արդյունավետ գործողություններ եւ ավարտում են Կուրսկի շրջանում հակառակորդի զորախմբի ջախջախումը, ասել է Պուտինը, հրամայելով բացահայտել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր հանցագործություն են կատարել խաղաղ բնակչության դեմ։ Ռուսաստանի նախագահը, ինչպես նախկինում էր հայտարարել, շեշտել է, որ բոլոր ուկրաինացի զինվորականները եւ օտարերկրյա վարձկանները, որոնք գտնվել են Ռուսաստանի տարածքում եւ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ, ըստ Ռուսաստանի օրենսդրության համարվում են ահաբեկիչներ։ Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգլես քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Էնգլեսի մի քանի այգեգործական ոչ առևտրային համայնքներում ավելի քան 30 առանձնատուն եւ ամառանոց է վնասվել ԱԹՍ-ների հարձակումներից։ Մի քանի բնակիչ դիմել է բժշկական օգնության, իսկ ռուսական տելեգրամ ալիքները վկայակոչելով տեղի բնակիչներին հայտնել են, որ մի քանի պայթուն է լսվել, որից հետո Էնգլեսի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սարատովի վրա արձակվել է 54 ԱԹՍ, ընդհանուր առմամբ ռուսական ուժերը երկրի տարածքում խոցել են ուկրաինական 132 ԱԹՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում հայտնել է այդ երկրի հետ միջուկային նոր գործարքի կնքման համար երկամսյա ժամկետ սահմանելու մասին։ Նշվում է, որ նախագահ Թրամփը իր որոշումը ներկայացրել է Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակում։ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին հայտարարել է, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին, նախընտրելով Թեհրանի հետ գործարք կնքել միջուկային ծրագրի հարցի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական եւ դիվանագիտական, ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ նպատակ ունի անվտանգության գոտին ընդլայնել եւ մասնակի բուֆերային գոտի ստեղծել Գազայի հյուսիսային եւ հարավային հատվածների միջև։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ընդլայնել է վերահսկողությունը Գազան երկու հատվածի բաժանող Նեցարի միջանցքի նկատմամբ։ Համասը իսրայելական բանակի գործողությունները հրադադարի համաձայնագրի նոր եւ վտանգավոր խախտում է որակել, վերահաստատելով իր հավատարմությունը համաձայնագրին։ Թուրքիայում բողոքի ակցիաներ են մեկնարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։ Ցուցարարները Ստամբուլում հավաքվել են քաղաքապետարանի շենքի ոստիկանական այն բաժանմունքի մոտ, որտեղ տեղափոխվել է Իմամօղլուն իր տանը խուզարկությունից հետո։ Բողոքի ակցիաներ են նաև Իմամօղլուի դիպլոմը ձերբակալությունից 1 օր առաջ չեղարկած համալսարանի մոտ։ Դիպլոմի չեղարկումով Էքրեմ Իմամօղլուն զրկվել է նախագահական ընտրություններում առաջադրվելու օրինական իրավունքից։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող
գործիչը ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Այսօրվա համար այսքանը, առայժմ։ Ցտեսություն։